Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Այսօր շատ կարևոր հայտարարություն տարածեց Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությունը։ Ես ձեզ կընթերցեմ առաջերտին այս հայտարարությունը, իսկ հետո մենք ձեր հետ միասին կքննարկենք մանրամասն իհարկե այս հայտարարությունը եւ հետևանքները։ Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությունը, արտաքին հետախուզության ծառայությունը դարձել է հայտնի հետախուզական տեղեկատվություններ, որոնք ցույց են տալիս, որ տարբեր գործող անձինք, որոնք գործում են մեկ այլ երկրում, այդ երկրի հետախուզական ծառայությունների անունից փորձում են ճնշում գործադրել հայ ազգի անձանց եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա, որոնք զբաղվում են այդ երկրում տնտեսական գործունեությամբ, նրանց դրդելով ուրեմն գործողություններ ձեռնարկել որոշակի քաղաքական ուժերին աջակցելու համար, որոնք հայտարարել են Հայաստանում ուրեմն կայանալիք խորհրդարանական ընտրություններում մասնակցելու մտադրության մասին։ Այս գործողություններում ներառվում են, բայց չեն սահմանափակվում միայն այդ գործողություններով, այդ ձեռնարկատերերը կողմից այս քաղաքական ուժերին ֆինանսական եւ կազմակերպչական աջակցության տրամադրումը տեղի է ունենում, բայց չի սահմանափակվում սրանով։ Սա այս տեղեկատվությունը այսօր առավոտյան տարածեց արտաքին հետախուզության ծառայությունը եւ կարծում եմ ձեր համար այստեղից պարզ է, ես մի փոքր կմեկնաբանեմ իհարկե առաջերտին, թե ինչ է սա իրանից նշանակում։ Այստեղ ասում է արդեն այնինչ մասին մենք ձեր հետ խոսում էինք եւ շատ անգամ դա հաստատում էինք, բայց հիմա արդեն սա հաստատեց պաշտոնական ուրեմն արտաքին հետախուզության ծառայությունը, որ կան հետախուզական տվյալներ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ եւ հայ ազգի անձինք օտար պետությունում իրանց վրա հատուկ ծառայությունները այդ պետությունի կամ մի շարք անձինք այդ պետության հատուկ ծառայությունների հետ կապի մեջ գտնվող ճնշում են իրենց, որ իրանք աջակցեն կոնկրետ քաղաքական ուժին, որը մասնակցելու է ընտրություններում։ Բայց եւ այստեղ նշվում է շատ կարեւորը, որ սա ֆինանսական, կազմակերպչական եւ ոչ միայն աջակցության մասին է խոսքը։ Ես ենթադրում եմ, բայց հիմա կենթադրեմ, թե ինչ է տեղի ունենում, բայց պետք է ասեմ, որ դրանից հետո հայտնի դառավ, որ կոնկրետ արդեն ներքին գործերի նախարարությունն է սկսել գործողություն եւ ես շատ ուրախ եմ եւ համարում եմ դա շատ կարեւոր, որ սա ոչ միայն հայտարարության մակարդակով է մնացել, այլ ներքին գործերի նախարարությունը քայլ է արել այս ուղղությամբ։ Կոնկրետ ասվում է այստեղ. ընտրական գործողություններում ցանկացած անօրինական ազդեցություն կամ միջամտություն ենթակա է իրավական ուրեմն գնահատականին։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը ոստիկանական կոնկրետ ուժերի կողմից ՀՀ արտաքին հետախուզության ծառայության կողմից տարածած տեղեկատվության հիման վրա անցկացված քննության արդյունքում ՀՀ քննչական կոմիտեին է ներկայացվել հաղորդում նյութական կամ այլ ուրեմն կախվածության միջոցով ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու կասկածի հանցագործության վերաբերյալ։ Հիմա այստեղից մենք պետք է արձանագրենք, որ վերջապես Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը, քննչական կոմիտեն սկսեցին գործել եւ հիմք դրա կոնկրետ այս դեպքում արտաքին հետախուզության ծառայության այդ հայտարարությունն է։ Այսինքն ես համոզված եմ սրանում, այս տեղեկատվությունը կար վաղուց երկար ժամանակ եւ ինչպես արտաքին հետախուզությունը այս տեղեկատվությունը ուներ, այդպես էլ վարչապետը, որին որ ենթարկվում է արտաքին հետախուզությունը եւ վերջապես կայացրել է որոշում հանրային դարձնել այս գործընթացը։ Ես սա ողջունում եմ, ես սրա մասին երկար ամիսների ժամանակ խոսում եի, որ այն, որ ռուս օլիգարխը այստեղ ուղարկված է եւ ռուս օլիգարխին աջակցելու նպատակով, ինչպես նաեւ կոնկրետ
Կտրիչ Ներսիսյանին աջակցելու նպատակով, Ռոբերտ Քոչարյանին աջակցելու նպատակով, Ռուսաստանում Կիրիենկոն երբենք դեռ խոսում դրա մասին, իր նաև ուրիշ գործընկերները ձևավորում են խմբեր, Եզրաստ Ներսիսյանին ԿԳԲ-ի գործակալին ներառում են այդ գործընթացում, որ եկեղեցին կարևոր այդ դերը ունենա։ Զուգահեռ դրա իրանք հիշում եք, վարչապետը երբ Մոսկվա էր այցելում, ցույցեր էին կազմակերպում դեսպանության եւ եկեղեցու առջև։ Այդտեղ հայ համայնքին օգտագործելը, հայ համայնքին գործիք դարձնելը Ռուսաստանի հետախուզական ծառայությունների միջոցով, այդ թվում շատերը եկել են Հայաստան, գիտեք։ Եկել են Հայաստան եւ կոնկրետ աջակցում են, շատ բարձ եւ ուղիղ ասեմ։ Ես համոզված եմ սա կհաստատվի, բայց սա իմ գնահատականն է քաղաքական։ Սամվել Կարապետյանը, ռուս օլիգարխ Սամվել Կարապետյանը իր ծանոթների, բարեկամների, աշխատողների հետ միասին այնտեղով աշխատում է, իրանց մի մասին Սամվել Կարապետյանը, մի մասին հենց Ռուսաստանը ստիպում է եւ շարունակում է ստիպել, որովհետեւ մենք ունենք տվյալներ, բաց եւ համոզված եմ արտաքին հետախուզության ծառայությունը ել ավելի շատ տեղեկատվություններ եւ տվյալներ ունի, որ Ռուսաստանից պատրաստում են տասնյակ հազարավոր հային բերել Հայաստան, ծագումով հային, որ մասնակցեն ցույցերում, որ մասնակցեն ընտրություններում եւ որ աջակցեն Սամվել Կարապետյանին։ Եվ այս գործընթացը դա հաստատում է։ Հիմա ես ուրախ եմ, որ սա տեղի է ունենում, նկատի ունեմ կոնկրետ բացահայտում եւ հանրային գործընթաց, եւ հիմա ակնկալում եմ, սպասում եմ, որ արդեն կարվեն ուղիղ եւ կոնկրետ քայլեր այս ուղղությունով։ Համոզված եմ, որ պետք է արվեն բավարար քայլեր եւ լինի պատասխանատվություն։ Եվ ինչ նկատի ունեմ դրանում։ Դիմում եմ քաղաքացիական պայմանագրին։ Չի կարելի թույլ տալ եւ իշխանություններին առհասարակ, ինչպես նաև ներքին գործերի նախարարությունին, հա, որը պատասխանատու է սրա համար, քննչական կոմիտեին, չի կարելի թույլ տալ, որ ինչպես դուք եք այստեղ նշում, ընտրական իրավունքի ազատ իրականացման խոչընդոտ տեղի ունենա օտար պետության, ինչպես արտաքին հետախուզության ծառայությունն է նշում, հատուկ ծառայությունների միջոցով։ Չի կարելի թույլ տալ, որ Հայաստան բերվեն մարդիկ, ով կքվեարկեն եւ իրանց համար կվճարեն նաեւ, որ իրան գան, քվեարկեն, գնան եւ այլն։ Չի կարելի թույլ տալ, որ անսահմանափակ ֆինանսական ռեսուրս ծախսվի Հայաստանում գործակալական ցանցի կողմից։ Ինչու գործակալական, որովհետեւ բացահայտ հաստատված է այն փաստը, որ Սամվել Կարապետյանին այստեղ ուղարկել են, որ ինքը իշխանություն վերցնի։ Եվ մենք ձեր հետ միասին տեսնում ենք, որ տեսեք, ես ողջունում եմ սա, բայց ես հարցեր ունեմ։ Հիմա ասեմ հարցերը։ Մենք որ այս օրերի ընթացքում ձեր հետ միասին քննարկում ենք հանրային դաշտում, կոնկրետ Վիտալի Բալասանյանի կողմից միութենական պետություն մտնելու հարցը, այդտեղ ինչու չկա իրավական, քրեական պատասխանատվություն դրա համար։ Ինչու չկա պատասխանատվություն, որ մարդը ասում է Հայաստանի Հանրապետություն չպետք է լինի։ Եվ ասում է դա Կտրիչ Ներսիսյանի մոտ գնալուց հետո։ Հիմա երկրորդ հարցը, Լևոն Տեր-Պետրոսյան, որը դուրս է գալի եւ արևմուտքին մեղադրում է, որ արևմուտքը այստեղ ընտրությունների մեջ է միջամտում եւ փորձում է խանգարել Սամվել Կարապետյանին հաղթի ընտրություններում։ Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը կարող է առողջությունը իրեն թույլ է տալի հաճախ գնալ Ռուսաստանի դեսպանին հանդիպել, մենք էլ նկարները դիտենք։ Լևոն Տեր-Պետրոսյանին առողջությունը թույլ կտա նաև քննչական կոմիտե գալ եւ պարզաբանել ինչու է արևմուտքը միջամտել եւ ով ասաց, որ Սամվել Կարապետյանը հաղթում է, որ մի հատ էլ արևմուտքը միջամտում է, որ թույլ չտա։ Մեկ էլ պարզաբանել արդեն ուրիշ մակարդակով, ինչ է նշանակում Ռուսաստանի եւ Իրանի հետ դաշինք։ Այսինքն այսօր Ռուսաստանը պատերազմի մեջ է, Իրանը պատերազմի մեջ է։ Հայաստանի կողմից դաշինք մտնելու այդտեղ ձևաչափը պատերազմի մեջ հայտնվելու մասին է։ Այսինքն մի կողմից պատերազմի մեջ հայտնվել, մյուս կողմից միութենական պետություն մտնել, սա է օրակարգը։ Երրորդը, մենք տեսնում ենք ձեր հետ միասին եւ ես դա քննարկել եմ ԱԻՌ-ի վերջի հասարակական կարծիքի հարցումը, որտեղ որ մենք տեսնում ենք, որ մոտավորապես 10% ունի Սամվել Կարապետյանը։ Ես հարց ունեմ ձեզ. ինչպես է հայտնվել, որ ռուս օլիգարխը
որի մեկ հայտարարություն մենք չգիտենք, առհասարակ այդ մարդը ինչ գնահատականներ ունի։ Իրանում պատերազմ է խոսքին, ինչ է իր գնահատականը։ Ուկրաինայում պատերազմ է, ինչ է իր գնահատականը։ Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգով ինչ է իր գնահատականը։ Թուրքիայի հետ հարաբերությունների մենք ոչ մի բան չգիտենք իր մասին։ Ոնց է պատահել, որ ինքը 10% ունի։ Այդքան քաղաքական գործիչներ կան, որոնք այս դաշտում երկար գործում են, որոնց մոտեցումները մենք բոլոր հարցերում գիտենք։ Տեսեք, խոսքին Արամ Զավենի Սարգսյան։ Այդ նույն հարցումը ցույց է տալի, որ իր աջակցության աստիճանը 1% է։ Այդտեղից հարցրած մարդկանց իհարկե ես չեմ համարում, որ սա իրական թվեր են, բայց կոնկրետ օրինակ եմ բերում։ Եվ Սամվել Կարապետյանը 9% կարծեմ, հա։ Արամ Սարգսյանի մենք մոտեցումները հանրային գիտենք։ Ավելին, իր մոտեցումները շատ մոտ է եւ համընկնում է շատ հարցերում ընդհանուր։ Իմ մոտեցումներին, վարչապետի Փաշինյանի մոտեցումներին, քաղաքացիական պայմանագրին, այսինքն մեկ տրամաբանական մոտեցում է։ Միակ պատճառը, որ Սամվել Կարապետյանը ավելի մեծ թիվ ունի, միակ պատճառը հասկանում եք, հարգելի եկեցել, որ ինքը ֆինանսական ռեսուրսով մտել է եւ արդար ընտրությունների, արդար քաղաքական դաշտի տրամաբանությունը տապալել է։ Ես հարց ունեմ, քաղաքացիական պայմանագրերը ինքը արդար դաշտում է գործում։ Այսօր քաղաքացիական պայմանագրի ԶԼՄ-ները ո՞րն են։ Չկա փաստացի։ Civic AM-ը, որը իրանց կուսակցության ԶԼՄ-ն է, եւ հայկական ժամանակը, որը ընտանեկան։ Բայց այդ էլ գիտենք եւ այդ էլ շատ փոքր, այն էլ իրանք ԶԼՄ չեն։ Եթե համեմատես Վրաստանի հետ, այստեղ իշխանությունը, կառավարող մեծամասնությունը ինչքան ԶԼՄ ունի, ինչպիսի ԶԼՄ-ներ ունեն, քաղաքացիական պայմանագիրը հավասար իրավիճակում է գտնվում մնացած ուժերի հետ։ Այդ մնացած ուժերն էլ են հավասար իրավիճակում գտնվում իրար մեջ։ Բայց ես հիմա հարց ունեմ այստեղ։ Ով ասեց, որ Սամվել Կարապետյանը պետք է գա եւ այստեղ անսահմանափակ ֆինանսական ռեսուրս ծախսի։ Պետք է գա եւ առանց հաշվետվության ազդի քաղաքական կարծիքի վրա։ Այն էլ արհեստական բանականության միջոցով խոսի մարդկանց հետ։ Այն էլ շատ վտանգավոր թեզեր բերի Նարեկ Կարապետյանը նրա մասին, որ Իրանին, Ռուսաստանին եւ Չինաստանին ներառելու են թրիփի մեջ։ Ով ասեց, որ Սամվել Կարապետյանը, ես կողմ եմ, որ ինքը մասնակցի ընտրություններում, խնդիր չկա։ Բայց ով ասեց, որ ինքը պետք է կարողանա անսահմանափակ ֆինանսական ռեսուրս ծախսի Հայաստանի Հանրապետությունում։ Ինչու՞։ Եվ ես համոզված եմ, որ հիմա ներքին գործերի նախարարությունը, երբ կպարզի արտաքին հետախուզության ծառայության այդ տվյալները եւ կհամոզվի, որ Ռուսաստանի մասին է խոսքը եւ Ռուսաստանից կոնկրետ փորձում են միջամտել նախընտրական գործընթացի մեջ Սամվել Կարապետյանի միջոցով, որը իրավունք չունի վարչապետ դառնալու ըստ գործող սահմանադրության, որը օրենսդրությունը խախտելու նպատակ ունի նաեւ եւ իշխանություն գալու փաստացի սահմանադրությունը իր համար փոխելու նպատակ ունի, ես այստեղ կոնկրետ հարց եմ ուղղում։ Ով ասեց, որ Սամվել Կարապետյանը առհասարակ պետք է հնարավորություն ունենա մասնակցի ընտրություններում եւ իր քաղաքական ուժը։ Եվ ով ասեց, որ ինքը անսահմանափակ ֆինանսական ռեսուրսու ծախսելու հնարավորություն պետք է ունենա։ Համոզված եմ, որ ոչ։ Ուստի ես կոչ եմ անում այստեղ ոչ միայն ներքին գործերի նախարարությունը, որ գործի, այլ նաեւ հակակոռուպցիոն համակարգը, ազգային անվտանգության համակարգը, որովհետև սպառնալիքը ըստ արտաքին հետախուզության ծառայության սպառնալիքը լրջագույն է։ Սպառնալիքը նրա մասին է, որ Հայաստանում կարող են առաջի անգամ կեղծվել ընտրությունները 2018 թվականից ի վեր։ Այո, ընդդիմության կողմից կարող են կեղծվել ընտրությունները, հարգելի հայրենակիցներ։ Գիտեք, իշխանություններին եմ ուզում դիմել։ Դուք որ ասում եք ընտրություններ չի կեղծվում, դուք ձեզ նկատի ունեք։ Իշխանությունին նկատի ունեք, որ չի կեղծելու ընտրությունները։ Իսկ ով ասեց, որ ընդդիմությունը չի կեղծելու։ Հեսա ձեզ օրինակ։ Արտաքին հետախուզության ծառայությունը հաստատում է, որ սա ընտրությունները կեղծելու մասին է։ Եվ ես հուսով եմ, որ պատասխանատվությունը կլինի հստակ, անձերով, կոնկրետ եւ շատ կոշտ։ Բայց բացի դրանից, սահմանափակեք ֆինանսական հնարավորությունները, որտեղ դա ազդելու մեխանիզմ է ընտրության վրա։ Մարդիկ չպետք է ընտրեն ըստ նրա այդ քաղաքական ուժի առաջնորդը ինչքան գումար ունի կամ ով իրան ինչքան գումար է տվել։
Մարդիկ պետք է ընտրեն գաղափարը, այլ ոչ թե գումարը, այլ ոչ թե միլիարդատերի ֆինանսական հնարավորությունները։ Բացի դրանից ես առաջարկում եմ իհարկե արտաքին հետախուզության ծառայությունը, որ պարզի, անցկացնի այդտեղ հատուկ գործընթացներ, օպերացիաներ եւ պարզի այն, թե ինչ օրակարգ ունեն այդ մարդիկ։ Պարզի այն, թե ինչու են իրանք աջակցում Սամվել Կարապետյանին եւ պարզի առհասարակ, բա Սամվել Կարապետյանը ոնց է իշխանությունում հայտնվելու եւ ոնց է ընդդիմությունում հայտնվել։ Պարզի առհասարակ ինչու է քաղաքականություն մտնել։ Այն, որ ինքը ուղակի ուզում է եւ այլն, ոչ, ես նկատի ունեմ կոնկրետ գործողություններ, որով կպարզվի, թե ինչ պայմաններ են իր առջև դրել Ռուսաստանում, որ ինքը մասնակցի ընտրություններում եւ ինչ ձևաչափով։ Բացի դրանից ես առաջարկում եմ արտաքին հետախուզության ծառայությանը, ազգային անվտանգության ծառայությանը եւ ներքին գործերի նախարարությանը, որ բոլոր կեղծ լուրերը, որոնք տարածվեն, իմացել եմ ինչ որ թերթեր են բաժանել տարբեր շրջաններում եւ այլն, այնտեղ տարբեր մարդիկ կան, ինչ որ ելույթներ են ունենում նաեւ եւ կեղծ տեղեկատվություններ են տարածում։ Ես առաջարկում եմ, որ կեղծ տեղեկատվությունների առումով պարզվի աղբյուրը, այսինքն որ հասկանալի լինի, որտեղից է գալի։ Եվ երբ այս ամենը պարզաբանվի, ես առաջարկում եմ, որ հստակ անուն դրվի զեկույցով կոնկրետ, որ պետությունն է, ում միջոցով փորձում միջամտել հայկական ժողովրդավարության մեջ։ Այդ գործընթացներով սահմանափակել, պաշտպանել ընտրությունների օրակարգը կեղծելուց, այո, կեղծելուց։ Եվ զուգահեռ դրա ես առաջարկում եմ եւ պահանջում եմ ձերբակալեք այն մարդկանց, ով Հայաստանի Հանրապետության դեմ հայտարարություններ է անում Հայաստանի Հանրապետությունում։ Վիտալի Բալասանյանին նկատի ունեմ խոսքին։ Մարդը ասում է Հայաստան չպետք է լինի։ Եվ ազատ պետք է ման գա դրա հետ, դրանից հետո փողոցում Ռուսաստանի մաս պետք է, այսինքն Հայաստանի իշխանությունը Ռուսաստանին հանձնելու մասին, Հայաստանի ինքնիշխանությունը չեղարկելու մասին հայտարարություն է անում։ Սա աննկարագրելի իրավիճակ է, որ ինքը դրանից հետո ազատ կարող է ման գալ փողոցում։ Պետական կարգի տապալման հանդեպ է ուղղված։ Բացի դրանից ես ուղիղ ասեմ, բա Կտրիչ Ներսյանը երբ ենք ավարտում այդ թեման, Կտրիչ Ներսյանը Հայաստանից որ գնալ չի կարող, շատ լավ է, բայց մայրաթոռից պետք է իրան դուրս հանել։ Դուրս հրավիրել չի ստացվի, չի դուրս գալի, դուրս հանել։ Կտրիչ Ներսյանի թեմեն փակել է պետք։ Սա նորմալ իրավիճակ չի, այսինքն աննորմալ իրավիճակ է, որ Կտրիչ Ներսյանը դեռ վեհարանում գտնվում է։ Եվ Լևոն Տեր-Պետրոսյանի ուղղությունով եւս մեկ անգամ պետք է այդտեղ մի հատ հասկանալ։ Լևոն Տեր-Պետրոսյանը ինչ է ասում։ Ինչ որ ասում է դրա ապացույցներ ունի, արևմուտքին Հայաստանում, որ որևէ մեկը կարող է ասել ընտրություններում արևմուտքը միջամտում է։ Ապացույց կա դրա ապացույց։ Եթե ոչ, ապա ով ասաց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը դրա համար նաև պատասխանատվություն չպետք է կրի, որ այսպես կարա արևմուտքին մեղադրել։ Այսօր Հայաստանի Հանրապետության համար արևմուտքը, Միացյալ Նահանգները, Եվրոպական միությունը կարևորագույն գործընկերներ են։ Հակաարևմտյան թեզեր Հայաստանում տարածել առանց հիմքի անթույլատրելի է։ Հակառուսական էլ է անթույլատրելի առանց հիմքի, բայց հիմք կա, հեսա արտաքին հետախուզության ծառայությունը։ Եվ ես հուսով եմ, որ հիմքը կլինի անուն ազգանուններով, կուսակցություններով, անուններով, հասկանում եք, բավարար է իրոք, որ Ռուսաստանը այստեղ իրան պահի ինչպես իր ծայրագավառում, ինչ գործընթացներում ուզենա մասնակցի, ոնց ուզենա մասնակցի։ Ընտրությունները պետք է պաշտպանել։ Հիբրիդային պատերազմից Հայաստանը պետք է պաշտպանել։ Կեղծ լուրեր տարածողներին պատասխանատվության պետք է ենթարկել։ Եվ պողպատե մանդատը իրականություն պետք է դառնա։ Եվ ես հուսով եմ, որ այդ գործընթացը հիմա սկսվել է եւ ավարտի կգնա։ Սամվել Կարապետյանը առհասարակ իմ պատկերացումով ընտրություններում անելիք չունի։ Տեսեք, ձեր մեղավորությունն է, որ ես ասում եմ, խոսքին նրա փոխարեն, որ դուք այս միջավայրը տրամադրեք հնարավորություն տակ, որ նորմալ ուժերը, նորմալ քաղաքական գործիչները կարողանան մրցակից իրավիճակ ձևավորեն եւ ընդդիմադիր ուժեր դառնան, այդ թվում ազգային ժողովում,
Այս աննորմալ ուժերը ոչ նորմալ, որովհետև ոչ նորմալ է ռուս օլիգարխը, որը Հայաստանում այս ամբողջ իրավիճակի խոսքին ես օրինակ եմ բերում, Արամ Սարգսյանի օրինակն եմ բերում։ Ամբողջ տարիների ընթացքում Հայաստանում ապրող Ղարաբաղի պատերազմի դրա հետևանքների հայկական կյանքով ապրող, լավ անպայման չի միշտ Հայաստանում ապրես։ Ես Հայաստանում այս պահին չեմ ապրում։ Ծնվել եմ, մեծացել եմ եւ ապրում եմ Թբիլիսիում, Թիֆլիսը հայ եմ։ Բայց հարցը դրանում չի, ես ինձ չեմ համարում օտար, որովհետև ես ապրում եմ հայկական կյանքով, Հայաստանի ամենօրվա կյանքով։ Բայց այդ մարդը, որը դրանով չի ապրել, ռուս օլիգարխը, որը երբեք Հայաստանի հետ այստեղ բիզնեսից բացի բան չի ունեցել, ով է ասում, որ ինքը պետք է այստեղ կարող գալ եւ մրցակցի խոսքին այնպիսի քաղաքական գործի հետով, որ ինչպիսին Արամ Սարգսյանը, ով ամբողջ այդ գործընթացներում մասնակցել է։ Հայաստանի լավի ժամանակ, վատի ժամանակ այդտեղ է եղել։ Ուր էր Սամվել Կարապետյանը։ Հա, պատերազմի ժամանակ ասում էր բանակցություններով Ադրբեջանի հետ հարցը լուծեք, պատերազմի ընթացքում վերջ, ուրիշ բան չգիտենք այդ մարդու մասին առհասարակ։ Իսկ բարեգործությունը երբեք քաղաքական դիվիդենդի պատճառ չպետք է դառնա։ Պատճառը պարզ է։ Բարեգործությունը իրականում շատ դեպքերում ռուս օլիգարխի դեպքերում Վրաստանի օրինակը բերեմ։ Բիձինա Իվանիշվիլին բարեգործություն արել է, որ իշխանությունը զավթի։ Պարզ եմ ասում։ Սամվել Կարապետյանին Ռուսաստանը փող է տվել, որ ինքը իշխանությունը զավթի բարեգործության միջոցով։ Խափի ձեզ, հարգելի այրնակիցներ։ Խափի, որ ինքը բարի գործեր է անում։ Իրականում իր բուն նպատակը միլիարդներ աշխատելու զուգահեռ Ռուսաստանի հատուկ ծառայությունների օգնությամբ Հայաստանում իշխանությունը զավթել է։ Դա կլասիկ սցենար է։ Հեսա Իվանիշվիլին էլ օրինակ արեց։ Նույն բանը։ Հիմա Հայաստանում էլ նույն բանը ուզում անել։ Իվանիշվիլին էլ եկեղեցուն էր աջակցում եւ Կարապետյանն էլ եկեղեցուն է աջակցում։ Իբրև Կտրիչ Ներսյան մաֆիոզա կլանական համակարգին։ Ուստի ես ստեղից շատ կոնկրետ գնահատական եմ տալի, որ դրական եմ գնահատում արտաքին հետախուզության ծառայության այս գործը, ներքին նախարարության այս գործը, քննչական կոմիտեի այս գործը, բայց սա բավարար չէ, պետք է գնալ միջև վերջ եւ պատասխան տալ բոլոր այդ գործընթացները։ Հիմա հարց տամ, դուք ո՞նց եք պատկերացնում, որ այս հայտարարությունը, որ արեցիք, եւ հիմա ամբողջ հանրությունը իհարկե հասկանում է, որ Սամվել Կարապետյանի մասն է խոսքը, եւ դրանից հետո որ վերցնեք թույլ տակ Սամվել Կարապետյանին ընտրություններում մասնակցի, որ ինքը ուզում է ազդել ոչ օրինական ընտրական գործընթացի վրա։ Օտար պետության հատուկ ծառայությունների միջոցով դուք եք չէ գրում դա արտաքին հետախուզության ծառայության զեկույցում այս հայտարարությունը։ Իսկ ուստի Սամվել Կարապետյանին թույլ չտալ մասնակցի ընտրություններում։ Դա ժողովրդավարություն է։ Խնդիր չկա։ Կամ կտրուկ սահմանափակել իր ֆինանսական ռեսուրսները, թող մասնակցի առանց ֆինանսական այդ ավելյալ ռեսուրսների, որը իրան դարձնում է առանձնահատուկ ամբողջ քաղաքական դաշտում։ Թող հասարակ ձևով հավասարը հավասարի պես մրցակցի մեր հետ։ Անմիջապես։ Ով ասաց, որ ինքը մեզանից ինչ որ մի բանով ավել է, որ կարողանա բոլորի հետ մրցակցի իր գումարի միջոցով, թող իր խելքի միջոցով մրցակցի, թող իր գիտելիքի հմտությունների միջոցով չունի, եւ եթե չունի այդ հմտությունները, ապա ով ասաց, որ ինքը քաղաքական դաշտում գործ ունի, թող գնա բիզնեսով զբաղվի, իր բիզնեսներով։ Եթե քաղաքականությունում հմտություններ չունի, ով ասաց, որ ինքը քաղաքականությունում պետք է լինի, թող գնա բիզնեսով զբաղվի, քաղաքականությունը թողնի այն մարդկանց, ով հմտություններ ունի դրա։ Այն էլ բիզնեսը, ինչ տիպի բիզնես, այստեղ շատ կարևոր է ասել, հա, եւս մեկ անգամ։ Դա բարձր տեխնոլոգիական ինչ որ բիզնես չի արևմուտքում ձևավորված։ Դա Ռուսաստանում 90-ական թվականներից սկսված մաֆիոզա-կլանական համակարգի նույն ինչ Իվանիշվիլին է արել, բիզնեսները եւ որը կախվածություն է ձևավորում հատուկ ծառայություններից։ Արտաքին հետախուզության ծառայությունը ասում է հատուկ ծառայություններ օտար պետությունների։ Ամեն ինչ հստակ է, հուսով եմ, որ բավարար քայլեր կարվեն։ Շնորհակալ եմ հարգելի այրնակիցներ ուշադրության համար, չենք մոռանում անպայման լայքել այս վերլուծությունը, գրել ձեր կարծիքը մեկնաբանություններում, բաժանորդագրվել եւ դառնալ ալիքի անդամ։ Ես շատ շնորհակալ եմ բոլոր այն
անդամներին ալիքի, ով միացել են արդեն եւ այսպիսի ձևաչափով նաեւ աջակցում են ալիքի գործունեությանը։ Կհանդիպենք, ցտեսություն։